ասեցինք, որ տիեզերքի ամենամեծ օրենքը դա ազատությունն է ու այդ ազատությանը հասնել է պետք։ Հիմա ամեն մեկս մեր չափով ասում ենք, ժամանակ չկա տրամադրենք առողջությանը։ Հիմա ես արդեն 3 տարի է, որ Հայաստանում եմ, 18 տարի դրսերն եմ եղել։ Ընդամենը 8-րդ ամիսն է, որ մի քիչ ժամանակ եմ տրամադրում։ Դա լավ է, որ կամաց-կամաց այդ ժամանակը պիտի շատացնեմ, ավելի շատ մեդիտացիաներ անել ժայռերի գագաթներում, արարչի ժամանակին, արարչի ժամ, բրախմամուխուրտը արթնանանք, կամաց-կամաց սառույցը կոտրել ենք, արդեն 8-րդ ամիսը լրացնում ենք, 9-րդին ենք հասնել։ Շատ հավեսով սառն է, տղամարդ սառնություն, այս ձերքերես, որ նոր դժվարությամբ է ելնում, հետո խորությունը շատացել է արդեն ընդեղ, դե ինչ ասեմ հայեր ջան, ազատությունը իրոք պետք է աշխատել, ազատությունը հենց իրենց չի տրվում, կամաց-կամաց գումարի նման պետք է կամաց-կամաց աշխատենք, որպեսզի էլ ավելի շատ լինենք բնության մեջ, էլ ավելի շատ ունենանք ոչ միայն առողջություն, նաև կարողանանք հզորանանք, այդ բառը ինքնանպատակ չի ու գլուխ գովալու համար չեմ ասում, յոգայի արվեստը ժայռերում հզորացնում է մարդուն, եւ ինչ նպատակներ ունես, կամաց-կամաց այն ժամանակ, որ մի փոքր հաջողության հասնում էիր, վայ ուրախությունից չէիր կարողանում տիրապետել քեզ, այս դեպքում եւ այդ հզորությունը սենց կարանք զգան, դե մարդիկ կան այդպես ապրում են, այդպես ծնվել են, իրանք հզոր ծնունդ ունեն, կատարելության հասած մարդկանց նման, մեծ հաջողակ մարդիկ կատարելության հասած են, ուղղակի նորից ծնվում են այս աշխարհում։ Իսկ այս դեպքում, երբ ժայռերի հետ կապը պահում ես, դու քո ամեն մի առաջընթացին հասնելու ժամանակ շատ հանգիստ ես կարողանում պահես քեզ։ Դա է զգացողությունը, որ աճ կա, դինամիկ փոքր աճ։ Դե երջանկության աղբյուրից եւ ողջույններ եւ ասեմ, որ ամեն օր կհանդիպենք։ Լավ եղեք։